գործընկերներ իրենք եւս գալիս են եւ մի երկուսն էլ կա, որոնք ուղղակի ընթացքի մեջ են եւ բրենդի հետ պայմանավորվածության արդյունքում, այսպես ասած, չենք հայտարարում դրա մասին, խոսում ենք այն մասին միայն, որոնք որ ինքը բրենդը համաձայն է, կամ ինչ-որ մի փուլի ենք հասել, որ իրենք արդեն ենթադրաբար ամենայն հավանականությամբ գալու են եւ դրա մասին սկսում են խոսել, կա նաեւ այլ դեպքեր, երբ որ օրինակ ակտիվ օրինակ շուկայի հետազոտություն է իրականացվում խորքային, որպեսզի մեր շուկայի տարողությունը հասկանան, իրենց բրենդի հնարավորությունները, շահութաբերությունը, մեր ուրեմն հնարավոր այսպես ասած գնողունակության չափ, այսինքն տարբեր ցուցանիշներ, որոնց արդյունքում այդ ընկերությունները կարողանան գալ Հայաստան։ Այս առումով աշխատանքները կատարվում են տարբեր ձևաչափերով եւ հրապարակային եւ երբեմն նաեւ ոչ հրապարակային, բայց դա արդեն մասնավոր ընկերությունների ցանկությունն է։ Բանտաբան ընկերությունների մասն եք արդեն խոսում, բայց ակնհայտ է, որ դեռևս բազմաթիվ դետալներ քննարկված չէ ճանապարհի հետ կապված։ Ինչպես եք բանակցում իրար մասին, երբ որ սկիզբը դեռ չկա դա։ Չէ, իրականում հայ-ամերիկյան համագործակցությունը ինքը միայն թրիփի մասին չի, ինքը շատ ավելի լայն է, օրինակ, երբ որ շատ պատահական չէր, որ նաև օրեր առաջ 135 կարծեմ միլիոն դոլարի ուրեմն վարկային համաձայնագիր ստորագրվեց Արչին բանկի եւ Կոնտուր գլոբալի միջեւ եւ ըստ էության մեր լոկալ բանկը իրեն արդեն կարողանում է թույլ տալ ամերիկյան վերազգային կորպորացիային 145 հիմա կարծեմ 135 միլիոն դոլարի վարկ տրամադրել, որը մի կողմից կոնսոլիդացիա, այսինքն հիմա բանկ այնտեղ ուրեմն Կոնտուր գլոբալը ուներ վարկեր, որոնց այդ վճարները երկրից դուրս էին գնում, մյուս կողմից էլ նոր ուրեմն ներդրումներ էր անում, հետեւաբար նոր միջոցներ իրեն պետք, որը արդեն վերցրեց, այսինքն դա նույնպես իմ կարծիքով օգոստոս 8-ի իհարկե process-ը մի փոքր ավելի շուտ էր սկսել, բայց այդ process-ը բոլոր կողմերին եւ բանկին եւ Կոնտուր գլոբալին վստահություն էր հաղորդել, որ միանշանակ պետք է անելու արագ, հենց օգոստոսի 8-ից հետո եւ ես կարծում եմ, որ մենք ապագայում ամերիկյան տնտեսության, ամերիկյան ապրանքանիշերի եւ ամերիկյան ներդրումների ավելի մեծ ներկայություն եւ շունչ կզգանք Հայաստանում։ Մի մտահոգություն կա, որ ամերիկյան ընկերությունների անվատակ այստեղ ոչ թե ամերիկյան ընկերություններ են լինելու, այլ լինելու են թուրք ադրբեջանական ֆինանսական միջոցներ եւ ընկերություններ։ Ես չգիտեմ ինչ մտահոգությունն է, բայց օրինակ թուրքական ընկերություններ Հայաստանում դեռ կան 2012-13 թվականներից, ընդ որում դրանք ուղղակի Հայաստանի օրինակ նույն հագուստի մանրածախ առևտրի ցանցում մի քանի բրենդների ապրանքանիշերի տեսքով ներկայացված են, ընդ որում մեկի դեպքում շատ ուղղակի, այսինքն ոչ թե տես միջնորդավորված, այլ շատ ուղղակի եւ ուղղակի եւ ես իրականում ողջունում եմ այդ ներդրումները, որովհետեւ ցանկացած խաղաղություն հարևանների միջև, եթե չամրապնդվի ֆինանսական ներդրումներով, այսինքն եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում, կարող են իրենք եւս այսպես ընկերություններ։ Այդպես ձեր ասածը այդպես չի, այսինքն ձեր ասածը ճիշտ չի, բայց օրինակ ես շատ նորմալ եմ համարում, որ Հայաստանում օրինակ խաղաղության հաստատման պարագայում սահմանները բացելուց հետո օրինակ ինչու ոչ ներդրումներ կան, այդ թվում նաև թուրքական, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք, եթե ձեզ թվում է, որ հակառակ պարագայում մենք կարող ենք ունենալ կենսունակ պետություն, ապա նայեք մեր պետության նախորդ 3 տասնամյակների պատմությունը։ Մենք Թուրքիայում ինչ կարող ենք ներդնել, ըստ խնդիր չէ, որ թուրքական ընկերությունների, որովհետև երրորդ ընկերությունը ոչ դուք նորից հիմա ինչ որ տեքստեր եք ասում, հետո կտրեք այդ հատվածը, ցույց տակ, ասում եք ոչ սխալ եք ասում, այդպեսի բան չկա, թրիփի մասով մեր գործակցությունը միայն եւ միայն Միացյալ Նահանգների հետ է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ օրինակ կարող է որ ինչ որ մի հյուրանոց բացվել, ենթադրենք Հայաստանում որևէ երկրի, ասենք օրինակ թուրքական բրենդի, կարող է բացվել, ինչի չի կարող, ինչի կարա
բանա կներեք էլի դուք ասացիք այդ բրենդի անունը 2012 թվականին ինքը կարա Հայաստանում բացվի 2026 թվականին այն մյուսը չի կարա Այն կոնտեքստում է հարցը տալիս, մի րոպե, հարցը այն կոնտեքստում է, որ դուք չորա հապուսի հետ կապված խանութ եք մանդատնոշում, բայց ճանապարհը ռազմավարական ճանապարհի հետ որևէ երկիր գործ չունի, ճանապարհի հետ գործ ունեն Հայաստանը եւ Միացյալ Նահանգները։ Այս հարցը սևով սպիտակի վրա գրված է թղթի վրա եւ այլ բան հնարավոր չի, այլ բան անհրաժեշտ չի, այլ բան չի լինելու։ Պարոն Պապոյան, Հայաստանը ինչ կարող է ներդնել Թուրքիան մասին չի խոսում այդ ճանապարհի, ինչու չի ասում, թե որքան լայնություն է ունենալու եւ բացի այդ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ավելի երկար պետք է լինի այդ ճանապարհը, գնահատի երազ, նաեւ Ռուսաստան-Ադրբեջան, որպեսզի արդյունավետ լինի Հայաստանի համար եւ ոչ թե դուրս գա, որ միայն ադրբեջանցիներն են օգտվում։ Բայց ով է ասել, որ այդպես չի։ Դե 43 կիլոմետրից ավել ասում է երկար պետք է լինի, դուք ասում եք Քոչարյանը որտեղից է վերցրել, որ այդպես չի։ Դե չափը 43 դրել էր դիմացը եւ ասում էր։ Դե մի մեծ քարտեզ էլ դուք դրեք, դե դիմացը տեսեք, որ այդպես չի։ Հովի կաղազայնան էր ասում, որ եթե երազ խճուրֆա օրինակ Նախիջևանով ճանապարհը բացվի, դա չի լինելու ապաշրջափակ։ Երազխից մինչև Նախիջևան այդ երկաթուղու կտորը 5 կիլոմետրանոց փոքր հատված է։ Դա գործարկելու համար կա, դիտարկվում են հնարավոր է ինչ-որ առաջարկ լինի Միացյալ Նահանգների, որ իսկապես Հայաստանի տարածաշրջանով եք հետաքրքրված, դա անպայման գործարկվելու է, ինչ է կարծում, կարող է այն 40 քանի կիլոմետրը սարքենք, այդ մի կիլոմետրը չէ։ Իսկ լայնության մասով Ես ուղղակի ձեր հարցը չեմ հասկանում։ Ասում եմ լայնությունը ինչքան է լինելու։ Երկարությունը 42 կիլոմետր է, լայնությունը ասեմ 11 մետր 17 սանտիմետր, դա դες ինչ է տալու։ Կամ ասեմ 18 մետր 26 սանտիմետր։ Իսկ որ չեք ասում դա ինչ է տալու։ Իսկ հաստությունը ասֆալտի ինչքան է լինելու։ 4 սանտիմետր դե 6։ Իսկ ինչ է ներդնելու Հայաստանը Թուրքիայում պարոն այս տեսակցիկի ռեզոլյուցիան ինչքան է ես ասենք Ժորժ ջան եկեք լավ ձեր հարցերով մենք մի ճանապարհ չենք տալիս մենք ճանապարհ ենք կառուցում Հայաստանի Հանրապետություն դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է դա մեր ճանապարհն է մեր Պարոն Պապոյան, դուք այսինքն եթե խաղաղություն լինի, սահմանները բացեն, երկուստեք ներդրումներ կլինեն։ Հայաստանը ինչ ներդրումներ կարող է անել Թուրքիայում։ Հայաստանը ներդրումներ ես չեմ կարծում, որ մեր խնդիրն է, որպեսզի մենք հենց անենք, որ ներդրումներ անենք, մեր խնդիրն է, որ մեր ապրանքները կարողանանք վաճառել Թուրքիայում, սա մեկ, այսինքն էքսպորտ ունենանք այնտեղ, եւ երկրորդը օգտագործենք թուրքական նավահանգիստների եւ թուրքական ճանապարհների պոտենցիալը եւ այդ պոտենցիալի միջոցով մեր ապրանքները արտաքին աշխարհ, երբ որ մենք հասցնենք, դրանք կլինեն շատ ավելի մրցունակ քանի որ թուրքական նավահանգիստներով միջակայական ծով դուրս գալը մոտավորապես երևի 3 անգամ ավելի կարճ է, հետև եւ որը էականորեն ազդում է տրանսպորտային ծախսերի վրա եւ հետեւաբար ապրանքների մրցունակության վրա եւ իհարկե նաեւ օգտագործելով թուրքական ցամաքային եւ ծովային հնարավորությունները, նավահանգիստներ, ճանապարհներ, Հայաստան ներմուծվող ապրանքների գները էականորեն իջեցնել եւ դրանով նաեւ ուրեմն բնականաբար եթե որևէ որոշակի ապրանքներ կան Հայաստան շատ ավելի քիչ տրանսպորտային ծախսերով դա հնարավորություն կտա մեզ շատ տրամաբանական է այստեղ ունենալ շատ ավելի մրցակցային միջավայր այդ ֆուն գնանկում տեղի ունենա եւ բայց չկա մի ապրանք որով կարելի է ներդրում անել կա արդեն Թրամփի նախագիծը կա թե ոչ ես անոց չեմ նախագծին որպես այդպես Այսինքն կառուցման աշխատանքները գործնականում այսպես չեն սկսվել, չէ՞, այդ ընկերությունները որ դուք ասացիք դրանք ուսումնասիրությունների փուլում են տեսեք հիմա նայեք մենք ես այն որ ասում եմ դա այդ չի նշանակում որ մենք այդքան սպասելու ենք չէ բայց չի կարա օրինակ այսօր որոշվի որ մենք օրինակ ճանապարհ ենք կառուցում վաղը դրա process-ը սկսի, չէ՞, ինքը ուսումնասիրություն կանգերություններ գալիս են ֆինանսավորման պայմաններ, նախագիծ, տեղանքին ծանոթացում եւ ինձ թվում է ավելի կոմպետենտ մարդիկ կան, ավելի կոմպետենտ մարդիկ կան, որոնք որ կասեն ես նման տեխնիկական հարցերի չեմ տիրապետում։ Ապա հնիստում պարոն Պապոյանը, Պուտինի եւ Փաշինյանի հայ-ամերիկյան ընկերություն արդեն ձևավորվել է։ Ես նման տեղեկություն չունեմ։
Պարոն Պապյան, ԱՊՀ նիստում Պուտինի եւ Փաշինյանի միջև այսպես է տարաձայնությունը ԵԱՏՄ շրջանառության հետ կապված, թվերի հետ կապված, ինչու է այդպես, իսկ ըստ էության անկում է գրանցվել այդպես այդ շրջանառության մեջ։ Մենք հիշում ենք, որ ընդդիմությունը անընդհատ դեռ 2 տարի էս վերջին անընդհատ ահազանգում էր, որ այս թվերը այդ ուռճացված են, այսինքն Հայաստանում էական տնտեսական ներդրումների արդյունքում չի այդ շրջանառությունը ավելացել, դուք հակադարձում եք, որ դա այսպես սեփականաշնորհում էր իշխանությունը իրեն։ Հիմա հասկանում ենք, որ նույն ոսկու այսպես շրջանառության, ավտոմեքենաների հետ կապված ակնհայտ ընկել է այսպես ոսկին։ Այս դեպքում ճիշտ էր ընդդիմությունը, երբ ասում էր, որ այդ թվերը ուռճացված է, որով իշխանությունը այսպես ասած գլուխ է կողմում։ Թիվը ուռճացված է, թիվը միլիարդից դարձել է թիվը ոսկու շրջանառություն է տեղի ունենում, որից ես անցած տարի եմ ասել, նախանցած տարի եմ ասել, այս տարի եմ ասել։ Հայաստանը չունի ոչ մի օգուտ։ Հիմա այդ թիվը 0 էլ դառնա, մեր տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը մոտ 0-ի է, այդ թիվը դառնա 100 անգամ շատ, այդ ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա մոտ 0-ի է, որովհետև դա մի բան է, այսինքն այդ product-ը գալիս էր Հայաստան, դա գնում էր մեկ այլ երկիր։ Ինքը ֆորմալ առումով, վիճակագրական առումով թիվ է։ Ռուսաստանի համար արդյունք է էական, որովհետև ինքը բան արտահանում։ Էմիրատների համար արդյունք է, որովհետև ինքը ստանում է։ Մեր համար ինքը ընդհանրապես վիճակագրական թիվ է։ Դրա համար որ ասում են արտահանում ներմուծումը, Հայաստանը չէ շահում ինչ-որ ոչ մի ինչ է շահել, որ մի երկու հոգի բան մաքսային հայտարարագիր կարող է լրացնում էին, մեկն էլ բան էր։ Զվարթնոցից բերում էին այնտեղ են Փարաքյարում մի հատ տեղ կար, այդ արանքում էլ հիշում եք, որ այդ 3 կիլոմետրի վրա մի հատ էլ գողություն տեղի ունեցավ։ Այդ ընթացքում ծախսված բենզինն է մեկ եղել։ Այդ անհամաձայնությունը Նիկոլ Փաշինյանը Եկել իհարկե որոշ տեղափոխումներ կարող է իրենց եկամուտներ են ստացել, որոնք որ տնտեսության վրա ունեցել են 0-ին մոտ ազդեցություն, իրենց անձնական կյանքի վրա որոշակի ազդեցություն ունեցել են, բայց իրանք այդ մեծ շրջանառության մեջ այնքան փոքր բաներ են, որոնք որ ընդհանուր հանրային բարիքի վրա սահմանափակ ազդեցություն են ունեցել։ Կարող է մեկը դրա հետևանքով ռեստորան է մի հատ բացել, օրինակ, եւ դա ինչ որ անուղղակի արդյունք ունեցել է, բայց մեծ հաշվով տնտեսության վրա ինքը տեսանելի որևէ արդյունք չի ունեցել։ Թվերի հետ կապված այդ անհամաձայնությունը, այդ 4 միլիարդ, 9 միլիարդ, տեսեք Նիկոլ Փաշինյանը ասեց 4 միլիարդ, հետո դուք հրապարակեցիք վիճակագրական ծառայությունով, որ 4 միլիարդ։ Ինչու է Ռուսաստանի նախագահը ասում, որ ավելին է, քանի որ դրանից առաջ էլ երբ Նիկոլ Փաշինյանը մեկներ էր Մոսկվա, այդ ատոմայինի հետ կապված հանդիպմանը, Վլադիմիր Պուտինը ասեց 11 միլիարդ եւ այնտեղ չառարկեց Նիկոլ Փաշինյանը, որ 11 միլիարդ չի, այլ 9 միլիարդ է ընդհանուր առևտրաշրջանում։ Գործընկերներ։ Այսինքն Հայաստանն ու Ռուսաստանը տարբերություն Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է թվեր ընդունված մեթոդաբանությամբ արդեն 30 քանի տարի է։ Հիմա թե որտեղ ինչպես են հաշվում, ես չեմ կարող ասել կամ ինչ թվեր որտեղ ինչ կա։ Մենք այլ բան չենք էլ կարող հրապարակել, եթե վիճակագրական ծառայությունը ասի 1 միլիարդ է, պետք է ասենք 1 միլիարդ է, ասի 11-ը, ասենք 11-ը։ Նայել ենք, տեսել ենք, չգիտեմ, 9-ը, ասել ենք 9-ը։ Չի կարող սխալվել վիճակագրական ծառայությունը հարցրեք։ Սև կասա կա Մի քանի միլիարդի մասին է։ Սև կասայի թվեր։ Ես այդպիսի բաներից չեմ հասկանում, երևի դուք հասկանում եք, դրա համար այդպիսի հարցեր եք տալի, ես չգիտեմ։ Մի հարց է ոլորտի հետ կապված։ Ֆերմերները համաձայնում են, որ ամբողջ Հայաստանում դաբաղ է տարածված, այս Այդպիսի բան գոյություն Ինչի։ Մենք բարձրացած իրականացնում ենք միջոցառումներ, որը շատ լավ իրականացնում ենք եւ այդպիսի բան։ Քիչ կա, չէ։ Բայց հարևան երկրներում կա, մենք հիմա վակցինացիա ենք անում։